Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու շատ կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, ու երկրորդը, որը շատ կարևոր է իսկապես, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաև իր տեսակով մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մենք հնարավորություն ունենում ենք ու հաճախ հանդիպում ենք հետաքրքիր ու տարբերվող կանանց օվկիանոսից այն կողմ։ Յուրաքանչյուր ասպարեզում, երբ կինը ճիշտ տեղում է, կարողանում է իսկապես հրաշքներ գործել։ Ոլորտներ կան, որոնք ինչ-որ առումով թվում է, որ այստեղ շատ մեծ ծրագրեր կազմել հնարավոր չի, կամ շատ քիչ մարդիկ են, որ այս առումով կարող են իսկապես հաղթանակներ գրանցել։ Ինչու, որովհետև կան ուղղություններ, որոնք պահանջում են եւ հոգու, եւ մարմնի ուժ ու ճկունություն, միևնույն ժամանակ մտքի։ Ինչու, որովհետև երբ օրինակ պարը, այս ասպարեզը ինչ որ առումով պիտի քո ներքին հոգու հետ կապ ունենա։ Չեն կարող մարմնի ձեռքերը որոշակի ինչ որ հատվածներ, ինչ որ կանոնների ենթարկվեն, եթե հոգիդ չի պարում։ Միևնույն ժամանակ քիչ է պատահում, քիչ կարելի է գտնել այնպիսի կանանց, ովքեր կարողանում են իրականում հաղթահարել շատ դժվարություններ եւ այս ասպարեզը դարձնել իրենցը։ Մենք այսօր շատ հետաքրքիր հանդիպում ունենք, մարդ, ով աչքերը փայլում են, երբ խոսում է իր մասնագիտության մասին։ Ամենամեծ երջանկությունն է սա, երբ դու գիտես, որ քո մասնագիտության մասին խոսելիս աշխարհում ամեն ինչ քեզ համար դառնում է հնարավոր։ Այսօր ես ուզում եմ, որպեսզի ուշադրությամբ հետևեն մեր հետևորդները ոչ միայն օվկիանոսից այն կողմ, այլև այստեղ Հայաստանում կամ աշխարհի որևէ անկյունում։ Ինչու, որովհետև այս մեծ հնարավորությունը երջանիկ լինելու պահերը վայելելու կարող եք ունենալ նաև դուք, հաշվի առնելով, որ հիմա սահմանները ջնջված են եւ նույնիսկ բարի էներգիան on-line տարբերակով կարող է դառնալ ձերը։ Իսկ արդյունքում ուղղակի սա որպես գաղտնիք, ինչպես ասում են, կունենաք ձեր երազած մարմինը։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել Zenergy by Marine ստուդիայի հիմնադիր Մարինե Զաքարյանին։ Մարինե, շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր հանդիպել ձեզ։ Ողջույն, շատ շնորհակալություն։ Մարինե, ես իսկապես շնորհակալ եմ, որ դուք կարողանում եք ձեր եւ պրոֆեսիոնալիզմով, եւ տեսակով ըստ էության շատ կանանց համար աշխարհում ամեն ինչ հնարավոր դարձնել։ Բայց Մարինե, ձեր թույլտվությամբ ուզում եմ սկզբից սկսենք, դուք Հայաստանում եք ծնվել եւ 15 տարեկանից արդեն ընտանիքով տեղափոխվել եք Լոս Անջելես։ Այո, 15 տարեկանից Լոս Անջելես եմ տեղափոխվել։ Հայաստանում թող 7-րդ եւ 8-րդ դասարան էր կարծեմ, միջև այդ գնացել եմ, հետո Լոս Անջելեսում շարունակել եմ իմ մնացած ուսումը։ Գնացել եմ high school 15 տարեկան, հետո քոլեջ, հետո համալսարան։ Ես գիտեմ, որ երաժշտությունը ձեր տանը այսպես սովորական մի բան է, մանկությունից անընդհատ ձեր ականջի մեջ եղել է, որովհետև ձեր հայրը նաև երգել է, փաստորեն երգիչ է եղել պրոֆեսիոնալ, այսինքն ըստ էության պարը ինչ որ առումով նաև պիտի բնականաբար ձերը լիներ, բայց ես գիտեմ, որ դուք նշեցիք, որ քոլեջ, հետո նաև համալսարան բոլորովին ուրիշ ուղղությամբ եք սովորել։ Այո, երաժշտությունը միշտ է եղել մեր տանը, իմ հայրիկը միշտ երգել է, ինչ որ միջոցառումներ եղել է, միշտ մեր տանը երգ է եղել ու ես էլ միշտ մանկուց սիրել եմ պարել, էներգիայով լի եմ եղել, միշտ ուզեցել եմ այդ էներգիան բոլորին փոխանցեմ։ Եկանք Լոս Անջելես, դե սկզբից Լոս Անջելես որևէ մեկը որ մտնում է այստեղ շատ դժվար է։ High school-ում պարի դասեր կար շատ, ինչքան էլ չէի իմանում անգլերեն, ուղղակի հաճախում էի։ Հետո քոլեջ գնացի, քոլեջում էլ նույնատիպի մասնագիտությունս փոխեցի, ուզեցի դառնալ fashion merchandise, apparel merchandise, ավելի նորաձևության մարքեթինգի բիզնեսի ճյուղով, բայց այն որ մեջը պարի հոգին գա, միշտ պարին եմ ձգտել։ Գնացի համալսարան,
Համալսարանում ավելի դժվարացավ, ավելի դասերիս հետ, ավելի head midterm-ներ ունեի, որ պիտի fashion-ի հետ անեի։ Իմ եկած ժամանակներում Zumba-ն հենց չուներ այդքան անուն։ Այո։ Նոր էր սկսվել։ 2012-ին գնացի այդ դասարանը ու ոնց որ սենց, չգիտեմ, մի բան փոխվեց իմ մեջը, որ գտա ինձ։ Սենց մեջս մի բան արթնացավ, որ ես ոնց ասքան բան չեմ տեսել, այս կողքս եղելա չեմ տեսել, որ տարիքայինով լում ես 17-19 շրջանա գալիս, որ դու ես արդեն discomfort գերանում ես, քաշված էի, գնում էի ամենավերջը կանգնում էի, բայց էլի այդ էներգիան միտեղ պիտի սենց ցույց տայ։ Մի օր դասից որ վերջացրեցի, դասատուն ինձ կանգնեցրեց, ասեց գիտես, քո մեջ մի հատ ուրիշ կրակ ա, ասում եմ, ես կուզենամ դու գաս հենց դիմացը կանգնես։ Ինձ խորհուրդ էր տալիս, որ պարելուց մտածի ոնց որ ոչ մեկ չկա քո կողմը։ Ուղղակի բարի ոնց որ զգում ես։ Այդպես եմ շարունակել, որպես մասնակից իրանց հետ եմ եղել, հետո ինձ առաջարկեցին, որ կարող եմ լինել ուղղակի ասիստենտ։ Մարինեն երբ Zumba-ի մասին խոսում է, արդեն աչքերը փայլում են, Մարինե, ամեն ինչի մասին մոռանում եք։ Փաստորեն իրականում շատ հետաքրքիր է տարբերությունը նշեցիք պարային ոճերի, երաժշտական ոճերի, կարծես մենք էլ չէ, մեր ամբողջ տրամադրությունը Zumba-ն իր մեջ պարունակում է, հոգեվիճակները։ Գիտես, որ հաճախում ես ուղղակի պարի դասընթացների, մենք ունենք կորեոգրաֆիներ, ունենք բեմական պարի ցույց տալու ձև, բեմի վրա գնալու ու հետ անընդհատ պիտի մտածես 8 count պիտի անեմ, պիտի էսի, պիտի անընդհատ լինես այդ երաժշտության հետ։ Zumba-ի մեջ ավելի տարբեր է, ավելի դու քեզ ազատ ես զգում, դու ավելի մարմինդ ոնց որ ուզում է այդ ձև ես պարում, ինքն էլ ունի իր կորեոգրաֆիները, բայց ավելի հեշտացված է, որ մարդիկ ավելի հեշտ ընկալեն պարի ձևը, բայց իր մեջ international է կոչվում, international մարզանքների միջոցով, պարը մարզանքների միջոցով, ու ինքը իր մեջ ամեն ինչ ունի, ամեն ոճայինով, ամեն ձևի ունի ոճը։ Ահա, հիմա փաստորեն հենց այդ ժամանակ արդեն երբ այցելեցիք, դուք սկսեցիք պարել, հետո արդեն այդ ոգևորությունը զգացին, այդտեղ խորհուրդ են տվել, փաստորեն ձեր ուսուցիչն է նաև խորհուրդ տվել, որ շարունակել պարի այս ասպարեզով ու նույնիսկ արդեն լայսենսի մասին մտածել։ Այո, ես ավարտում էի, ավարտականից վերջին օրն էր, ինձ ասեց, որ այս մի օրն է, եթե դու շատ ես ուզում, գնա, ավարտում ես, էլ երևի չտեսնեմ քեզ, այս մի օրն է, այս մի օրը գնա, այդ ձևի ոգեշնչվեցի, եկա տուն, հետո մամայիս հետ խոսեցի, մամա շատ սուփորթ է ինձ, շատ իմ կողքին է եղել ամբողջ այս ընթացքում, հետո պահը եկա, որ պիտի պապային էլ ասեմ արդեն, փոխեմ, ոնց ասեմ, բայց էլի այդ մեջս ուժը հավաքեցի, պապայիս ասեցի, որ այս ձևի պրոգրամ կա, Zumba fitness-ա կոչվում, որ իմ նպատակն է ավելի կանանց հետ աշխատելը։ Այո։ Այդ ձև 2019 թվականին հունվարի մոտ ես ստացա իմ լիցենզիան Zumba-ի դասընթացների համար։ Կանանց հետ աշխատելիս, հա, ինչպես եք կարողանում իրենց մոտիվացնել, այդ կրակը ձեր մեջի կարծես տակ իրենց։ Կանանց հետ աշխատելը իմ համար մեծ իմ երազանքն է եղել, որ ես ինչ որ զգում եմ, այդ փոխանցեմ իմ դիմացինին, որ ընդունվեցի գործի Total Women's Gym-ը կոչվում։ Իմ առաջի են, որ ոչ մի բան չգիտեմ, նոր լայսենսս վերցրել եմ, ֆորմատը ունեմ մոտս, մի օր պարապել եմ ու ինձ զանգեցին, ինձ հեռախոսով ինտերվյու վերցրեցին ու ասեցին հաջորդ օրը արի գործի, արի որ պիտի audition տաս, մի ժամ պիտի audition տաս, այդ ժամանակ գնացել եմ, audition տվել եմ ու ուղղակի եկել եմ տուն, ասեցի լավ,
տվեցի։ Ինձով պիտի այսքան մարդկանց մեջից ես նոր եմ լայսենս վերցրել, բայց ինձ զանգահարեցին Total Women's Gym-ից եւ ասեցին, որ ինձ ընդունել են ու ես schedule-ս արդեն ունեմ, պիտի սկսեմ։ Որ ես գնացի դասարանի, իմ դասարանում հիշում եմ, մի հոգի աղջիկ էր եկել, մի հոգի ու ես էի։ Բայց ես ինքս ինձ ասեցի, ոչինչ, մի հոգի է, էլի նույն ձևի պիտի ցույց տամ, իմ նույն էներգիան, իմ նույն ամեն ինչը։ Եդ մի աղջիկը դարձավ 2, դարձավ 20, դարձան 50 ու տենց շատացան աղջիկները իմ դասարանում ու միշտ ինձ դասարանից դուրս ասում են մար մենք ուղղակի ուրիշ ձև ենք քո դասարանում, մենք չենք զգում, որ մենք պարում ենք։ Այո։ Մենք որ դասը տալիս ես ընկճված չենք, ուղղակի պարում ենք։ Այդ քո էներգիան, որ մեզ ես փոխանցում։ Ինձ համար էդի ամենամեծ չգիտեմ, ոնց են ասում, ամենամեծ ուրախությունն է, որ ես կարողանում եմ ինչ-որ մեկին փոխանցեմ, ինչ-որ ես եմ զգում եմ, այդ դրական մոտիվացիոն, այո, մեր հայկական մշակույթում մի քիչ տարբեր է, ժամանակ չենք հատկացնում մեր համար, իսկ այս բարի միջոցով ավելի դու կտրվում ես այդ ամեն ինչից, կտրվում ես քո ամեն օրվա հոգսից, երեխաներին տանում ես մանկապարտեզ, մի ժամ գալիս ես մարզանքի, այդ մարզանքն էլ մենակ մարզանք չի, մենակ պար չի։ Դու գալիս ես զումբա, պարում ես, քո մոտ ավելի էներգիան ու քո այդ որ գործից գալիս ես հոգնած ես, այդ մի ժամվա ընթացքում մոտդ գնում է, դու գալիս ես ավելի ես էներգիա հավաքում, ավելի ես գնում թե եթե տանը մի բան ես թողնե որ պիտի անես գնում ես շշուտ արդեն էներգիայով այդ քո տան գործերն ես անում զումբան էդ է տալիս զումբան իր ուղղակի անունն է բայց ինքը international fitness է international dance պրոգրամ է որի մեջ ոճայինով լինում է մերենգե սալսա բաչատա կումբիա մենք ավելացնում ենք belly dance, ավելացնում ենք պարսկական, հայկական, ես իմ մոտ շատ հայկական եմ ավելացրել, մեր հայկական երգերից եմ ավելացրել, որ ավելի մոտիվացիոնը ավելի շատ լինի, դե որ մի հատ հայկական լսում ես, արդեն ասում ես տեսնես ինչ է կատարվում այդտեղ, ամեն ինչ փոխվում է, այո։ Բայց ում համար, այսինքն ովքեր կան, ինչ որ սահմանափակումներ կան։ Զումբայի մեջ չկա տարեկային սահմանափակված 4 տարեկանից մինչև կլինի 100 տարեկան, եթե կարողանում է շարժվի, կարող է մասնակցել, չունենք այդպիսի սահմանափակումներ չկան, այո։ Քովիդի ժամանակ ամեն ինչ փակվեց, ջիմը փակվեց ու դուք գտաք ելքը կանանց երջանիկ պահելու։ Այո, քովիդի ժամանակ ինձ ծևի ապրումներ ունեցան բոլորը, այստեղ էլ ու բոլոր տեղերում, աղջիկները մի քիչ սենց արդեն քաշվեցին, ամեն մեկ իրանց տունը, բայց ես որ անգլերենով ասում են give up չեմ եղել, միշտ ուզեցել եմ, որ էդի թեկուզ on-line հարթակում էլի ցույց տամ, որոշեցի, որ տանից պիտի անեմ, իմ աղջիկների կապը պահպանելու հետ Zoom-ով եմ արել, շատ երկար ժամանակ մենք Zoom-ով ենք պարապմունքները անցկացրել, նաև երեխաներին եմ Zoom-ով հետաքրքիր խաղերի միջոցով պրոգրամներ պատրաստել, որ երեխաներն էլ մի բան ունենան տանը անելու։ Այո, սա էլ է հետաքրքիր, փաստորեն 4 տարեկանից սկսած երեխաների համար կա եւ այս ժամանակ նաև այդ տարիքային խմբի համար եք աշխատել։ Զումբան Իրանից ունի շատ ճյուղեր։ Ունի զումբինի, որը որ ավելի բարուր տարիքից, ասենք 8 ամսական, 9 ամսական, այո, զումբինի է կոչվում, հետո կա զումբա kids juniors, որ ավելի տարիքանից մինչև 15 տարեկան է, ու դրանից հետո կան զումբա gold, ավելի մեծահասակների համար, կա aqua զումբա, ջուրի մեջ, նաև սա,
չգիտեմ, chair zumba, ամեն տեսակի zumba կա։ Ես բոլոր ուղղություններով նաև դուք այդ ծրագրերը ունեք մշակած։ Այո։ Օրինակ մենք ունենք breast cancer awareness-ը կոչվում, այստեղ շատ մեծ այդ միջոցառումը լինում է հոկտեմբերի մեջ։ Հատկացված է մենակ կանանց, ովքեր առնչվում են այդ breast cancer-ի հետ, հայերենով քաղցկեղի։ Այո, քաղցկեղի։ Մենք բարի միջոցով փորձում ենք ինչքան հնարավոր է իրանց ավելի ոգեշնչենք, ավելի մոտիվացնենք, ավելի ցույց տանք, որ իրանց կողքին էլի ինչքան էլ ինչ դժվարության մեջ անցնում են, այդ մի ժամը նրանք կարող են ուրախանալ, մարզվել։ Մենք ունենք աղջիկներ, որոնք անցել են այդ կետը, որ survival են ասում, անցել են այդ կետը զումբայի միջոցով։ Զումբան իրանց փոխել է։ Մենակ զումբա չի, community է, այսինքն դուք հավաքվում եք մարդկանց ճանաչելով, ընկերություն ստեղծելով, մենակ ինքը ուղակի մարզանք չի։ Այդ էներգիան on-line տարբերակով կարողանում եք նաև փոխանցել։ Այո, գիտես, որ միտեղ կրակ կա, այդ կրակը իսումա վառվում է, ամենտեղն էլ ցույց է տալիս, ես էլ իմ on-line հարթակներում միշտ ժպտացել եմ։ Հիմա ես բարի ընթացքում եթե այսինքն դուրս այնց ուղակի մարզանք անեմ, ինձ թվում է ոչ մեկ չի ուզենա երկրորդ անգամ գա այդ բարի տեղը։ So իմ մոտ անկախ ինձանից թե երգն է, թե չգիտեմ ինչ որ մի բան կա, ես հենց երգը լսում եմ, ամեն ինչ փոխվում է իմ մեջ։ Ու այդ ձևով ես իմ էներգիան փոխանցում եմ իմ աղջիկներին, ովքեր որ ապրում են մարդկանց։ Չէ, ձեր մեջ շատ է Մարինե, այդ ես չգիտեմ ինչպես է ստացվել, նշեցիք, որ խորհրդով տեսել են, բայց իրականում սա այն տեղն է, որտեղ պիտի դուք լինեիք։ Եվ նաև գիտեմ, որ դուք հրաշք բալիկ ունեք, փաստորեն արդեն 2.5 տարեկան տղա ունի Մարինե Զաքարյանը, եւ ես գիտեմ, որ նույնիսկ մինչև 8 ամսական հղիության ապրել եք։ Այո, մինչև 8 ամսական հղիության ընթացքում ես դասավանդել եմ նույն կրակով, նույն այդ ձևի էներգիայով փոխանցել եմ իմ բոլոր աղջիկներին ու նաև այն աղջիկներին, ովքեր որ էլի բալիկի են սպասելու ու մի քիչ ընկճվում էին ապրելուն կամ մտածում էին կարող են թե չեն կարող։ Իհարկե ես բժիշկ չեմ, բայց եթե բժիշկը թույլատրում է ձեզ, մարզանքը անպայման օգնում է։ Ինչպես է զումբայի միջոցով այդ տրամադրությունը փոխվում, կարծես սկսում են, ասում են, որ սկսում են որոշումներ կայացնել, ինչ-որ ծրագրեր կազմել, հա, իրենց ավելի ուժեղ են զգում, հասկանում են, որ հանձնվել չկա, պիտի առաջ գնալ։ Այո, զումբայի մարդիկ, որ գալիս են իմ դասարանը, զումբայի դասընթացները, որ վերցնում են, իրանք գալիս են, մեկը բաժանվում է, մեկը, չգիտեմ, ինչ-որ այդ ընթացքում է, մեկը շատ ստրեսային է, մեկը կորցրել է իր ընտանիքում ամենասիրած հարազատին, մեկը ուղակի մոլորվել է, չգիտի ինքը ինչ է ուզում, կամ գերա, ինքը շատ գերա ու ընկճվում է, չի կարողանում իր տղայի հարսանիքն է, ինքը չի կարողանում ապրի, որտեղ ինքը շատ վախենում է մարդկանց մեջ լինելը։ Հենց մարդկանց մոտ լինում է, իր մոտ առաջանում է դող ու ինքը վախենում է ապրի։ Ինքը գալիս է իմ դասերին ու ավելի հանգիստ է իրան զգում, ավելի կոմֆորտային է իրան զգում։ Ոնց որ այդ վիճակից դուրս է գալիս, բայց մի օրով չեն դուրս գալիս, բնականա պիտի մի քանի անգամ գաս։ Ես ասեմ, ձեր մասնագիտությունը հոգեբանի նման մի բան է։ Այո, մենք համ հոգեբան ենք, մենք համ մարզիչ ենք, մենք լավ լսող ենք, լսում ենք ինչ որ հարթակներում կա, մենք այդ ամբողջական իր մեջն մտնում։ Հոգեբան լինելով մենք լսում ենք մարդիկ
որ ներս են մտնում, ինչի միջոցով են անցնում, իր մոտ շատ կոմպլեքս ու ստրես է առաջանում, մենք ավելի լսում ենք այդ ամեն ինչը խորհուրդները իհարկե տալիս ենք իրենց ու մեր երգի միջոցով, երգի ոճային երաժշտության միջոցով փորձում ենք իրանց հանել այդ վիճակից, situation, այդ վիճակի միջոցով ունեմ մի հատ աղջիկ շատ ինքը արևմտահայ է, ինքը սիրում է ասենք պարսկական երգեր լսի ու որտեղ գնում է ուղղակի երգ է, իսկ իմ դասարանը որ գալիս է ես կորեոգրաֆի եմ սարքում ու այդ տեսնելով ինքը սենց ոգի շնչվում է ու ավելի սենց մոտիվացիոն գալիս է ու սենց ինքն իրանն է ցույց տալիս, հասկանում ես, ուղղակի չի որ բարում է։ Ամեն ինչից մարդուն ազատում եք, ոնց որ ինքը լինի են, ինչ իր հոգին է։ Այո, մենք փորձում ենք մեր բարի միջոցով մարդկանց ավելի ոգեշնչել, ավելի մոտիվացնել, ավելի փորձել իրենք իրենց գտնեն։ Գիտես, էլի մարդիկ հիմնականը ավելի կոմպլեքսավորված են իրանց մարմին, իրենք իրանց մարմինը չեն սիրում, աղջիկներ կան, որ անընդհատ ասում են ստեղ կամ ընդեղ չէ, իսկ մեր բարի միջոցով մենք մարզում ենք, ուղղակի չես պարում, մարզվում ես, նիհարում ես, այդ նիհարելու կալորիաները մենք դասարանում մոտավորապես մինչև 1000 կալորիա այրում ենք անում, այրում ենք 1000 կալորիա այդ քրտնած այդ ջուրը որ իրանց վրայից գալիս է ու տենց իրանք ուրախ դասարանից դուրս են գալիս ինձ թվում է դա ամենա մեծ բանն է որ մեկը գալիս է քո դասարան ու երկրորդ անգամ է գալիս, երրորդ անգամ է գալիս ու այդպես մնում է։ Բայց ես պատկերացնում եմ Մարինե, ձեզ մոտ գալուց հետո հնարավոր չի 1, 2, 3 դա պետք է մնալ։ Ինձ հիմա հետաքրքրում է այ on-line տարբերակներ։ Օրինակ Հայաստանից եթե լինենք, կկարողանանք միանալ on-line տարբերակով այստեղից հնարավոր է որ ունենաք անհատական կամ խմբային դասեր, կարող են զանգահարել ձեզ այս հարցով։ Այո, ես բոլոր տեղերից էլ անհատական ունեմ։ Կան աղջիկներ, որ իրանք իրենց խումբ ունեն, ընկերներն են, ընկերներով ու ինձ միանում են, ես այստեղից իրանց այդ նույն մոտիվացիոնը տալիս եմ, իրենք այնտեղ պարում են։ Ես գիտեմ շատ մարդկանց, որ հենց այս on-line կուրսերով բավական եւ կիլոգրամներից են ազատվել ավելորդ եւ միևնույն ժամանակ մարմնի ձևը։ Հետաքրքիր է, որ զումբան նաեւ շատ հետաքրքիր այդ կորեկցիաներ է, անում, ձևը մարմնի շատ կանացի է դարձնում։ Այո, ընդհանրապես պարը ինքն իրանից քո մարմինի կազմվածքը փոխում է։ Ավելի դառնում ես կանանցի, ավելի դառնում ես նուրբ, ավելի քո կազմվածքն է փոխվում։ Նույնն էլ զումբան է։ Զումբայի մեջ մենք ունենք սալսա, ունենք մերենգե, ունենք բաչատա, ունենք բոլոր տեսակի ոճեր։ Իսկ այդ ոճերը իրար հետ combine անելով քո մարմինը փոխվում է։ Մի կետուն չես պարում, մի կետ, այսինքն մենակ հիփ-հոփ չես պարում, որ մարմինը սովորի մենակ հիփ-հոփ պարելուն ու մնա նույն ֆորմատի մեջ։ Մենք ավելի փոխում ենք։ Իսկ on-line-ի տարբերակում Մարինե, այսինքն շաբաթական քանի օր է, ինչպես է հնարավոր կազմակերպել սա ու առհասարակ, զումբայի դեպքում շաբաթը քանի օր է ճիշտ զբաղվել զումբայով։ 2 անգամն էլ իրանց շատ բավական է, twice a week։ Այո, ես աղջիկներ գիտեմ, որ 3 անգամ են վերցնում, բայց բարի հետ նաև պիտի սնունդը ճիշտ լինի, սնման սննդակար։ Այո, չուտենք, խմենք սենց, մեծ ու գանք պարելու, ավելի փորձում ենք մի ժամ առաջ պահած ուտել, շաբաթը 2 անգամ շատ լավ է։ Նույնիսկ շաբաթը 2 անգամ արդյունքները իրականում իդեալական են լինում ու բացի դրանից տրամադրությունը իդեալական արդյունք պլյուս բարձր տրամադրություն, այսպիսի բան շատ քիչ է լինում եւ նաեւ սիրելի հետեւորդներ, դուք հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք, նաեւ էջի հասցեն, բայց ես անկեղծ ասեմ, շատ քիչ դեպքերում է, երբ մենք հնարավորություն ունենք շատ հետաքրքիր
պրոֆեսիոնալ ու տարբերվող կանանց հետ զրուցել օվկիանոսից են կողմ եւ նաեւ ասել, որ on-line տարբերակը գործում է, այսինքն ինչպես offline, այնպես էլ online, այնպես որ զանգահարեք, այս դեպքում հնարավորություն ունենք այս կրակի այս էներգիայից, որն ունի Մարինե Զաքարյանը, բոլորս բաժին ունենալ եւ նաեւ շատ արագ արդյունքներ տեսնել։ Մարինե, ինչ վերաբերում է տանը, հա, երեխան ամեն դեպքում դեռ փոքր է, ինչպես է կարողանում համատեղել եւ ես հասկանում եմ, որ բարից շատ էներգիա եք ստանում, ինչ որ առումով այստեղ նաեւ օգտվում է երեխան։ Նշեցինք, հա, որ միջև 8 ամսական ես բարել եմ, 8 ամսական երեխան այդ ձեների մեջ է, երկի երաժշտության մեջ է եղել, իմ բալիկն էլ 8 ամսականից իր մոտ ես երկի սիրողականը դեպի երաժշտությանը։ Ես իրան մոտավորապես 3 ամսականից հետս տարել եմ։ Ինքը այնտեղ իր բասինետի մեջ ես այս կողմում իմ մարզանքն էի անում ու այդպես գնացել է ամիսների իր հետ մեծանալով, իհարկե օգնողներ ունեմ իմ կողքում, իրան նայում եմ, բայց եթե մամաներ կան, որ ընկճվում են, բալիկներ ունեն ու չեն կարողանում այդ մի ժամը տրամադրեն ու գան, նրանք նաև կարող են իրանց բալիկներին բերեն ու ավելի հանգիստ իրենց զգան, բայց իմ տղան ինձ ուրիշ էներգիա է տալիս, ես պարում վերջացնում եմ, գալիս եմ տուն, մի հատ էլ իր էներգիայով, մի հատ էլ իրան, ես իմ տղայիս հետ ավելի մենք ոչ հեռախոսների, ոչ TV հետ, ավելի մենք դուրսը այգիներում գնում ենք քայլելու, ինքն էլ ավելի սպորտայինի մեջ է։ Այսքան պոզիտիվ եւ այսքան իր գործը սիրող մայրիկի կողքին ուրիշ կերպ չէր կարող լինել։ Մարինե, շատ շնորհակալ եմ, իրականում ինձ շատ հաճելի էր, շատ այնպիսի ոգևորությամբ եք դուք խոսում ես ասպարեզի մասին եւ զումբայի մասին, բացի որ շատ արդյունավետ է եւ հիմա մենք տեսնում ենք եւ այստեղ եւ on-line եւ offline տարբերակներով կարճ ժամանակում ռեալ արդյունք եւ լավ տրամադրություն սրա հետ միասին կարող են ունենալ, միևնույն ժամանակ դուք իսկապես ոգևորում մոտիվացնում եք, որ բոլորը հետ ձեզ ճանապարհով սկսեն իրենց մասին մտածել։ Ես էլ շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Իմ հիմնական նպատակը մեր կանանց դուրս հանել այդ իրավիճակից ու ավելի իրենց արտաքինին ավելի հետևողական լինեն ու ավելի լուրջ վերաբերվեն, որովհետև մենք առողջ մայր, առողջ բալիկներ ու առօրյան էլ առողջ է անցնում։ Այս բարի միջոցով ես փորձում եմ մեր հայ կանանց, առհասարակ կանանց միացնել իրար ու ավելի մոտիվացնել։ Մոտիվացիայի մեծ աղբյուր է եւ ձեր աշխատանքը, այսինքն պարը, այս հրաշալի եւ նաեւ դուք, որ այդքան սիրում եք ձեր մասնագիտությունը, Մարինե, սա գիտեք, կարող է մարդը ինչ որ ժամանակ սիրի, իրեն դուր գա գնա, բայց ժամանակ անցնում է, սովորական է դառնում։ Ձեր մեջ այս պահին էլ ձեր աչքերը փայլում են, երբ խոսում եք ձեր աշխատանքի մասին, իսկ սա շատ քիչ պատահող բան է։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ, իրականում ես շատ ուրախ եմ, որ ճանաչեցի ձեզ։ Շնորհակալություն, ես էլ շատ ուրախ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում Մարինե Զաքարյանը շատ հետաքրքիր նշեց, իսկապես ցույց տալ, որ կանանց, ընդհանրապես կանանց եւ հատկապես հայ կանանց համար շատ հետաքրքիր ու շատ արդյունավետ տարբերակներ կան, բայց այսօրվա մեր զրույցից ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես իրականում ուրախ եմ, որ կին եմ, փոքր տարիքում դեռ աղջնակը, հա, մեկնելով Միացյալ Նահանգներ, տարբեր ոլորտներում, հա, ուսանելով, բայց կարողացել է գտնել այն ասպարեզը, որը իրենն է եւ որն իրեն երջանկացնում է։ Մենք զրուցում էինք Zenergy by Marine ստուդիոյի հիմնադիր Մարինե Զաքարյանի հետ։ Գիտեք, նորաձևության մարքեթինգի, հա, այս ասպարեզում
նաև ավելի բարձրագույն, հա, համալսարանը ավարտելուց, բայց միևնույնն է, զումբան, հա, իր այսպես այդ ամբողջ շքեղությամբ, ինչպես ասում են, կարծես հոգու մեջ է Մարինեի եւ ամենակարևորն այն է, որ ինքը կարողանում է ոչ միայն ինքը վայելել, զգալ, այլև իր աչքերի, մարմնի կարծես բոլոր բջիջներով կարողանում է նաև այս էներգիան փոխանցել կանանց։ Գիտեք, մարդկային հետաքրքիր տեսակ պիտի ունենա կինը, որը կարողանա մյուս կանանց այսքան մոտիվացնել, այսքան դրական սպասումներ առաջացնել եւ ամենակարևորը այնպես անել, որպեսզի կանայք ժպտան։ Մեր ժամանակում իսկապես դժվար է, որովհետեւ հանձնվելու առիթները անընդհատ լինում են, շատ ստրեսային ժամանակներ են, յուրաքանչյուր տեղ կարող է մոտիվացիայի պակաս լինի եւ քեզ թվա, որ ոչ, այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, դու ինչպես ասում են կանայք շատ արագ պարփակվում են իրենց մեջ, բայց այ Մարինե Զաքարյանի նման այս տիպի կանայք են, որ կարող են մեկ ժպիտով, մեկ շարժումով, երաժշտության 1-2 հնչյուն եւ միանգամից ամեն ինչ փոխում են ու դու հասկանում ես, որ այս աշխարհում իսկապես շատ բան քո ձեռքերում է, երբեք չի կարելի ծալել ձեռքերը։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ասելու, որ աշխարհի որ անկյունում էլ լինի այս հասցեով, այս հեռախոսահամարով դու կարող եք կապվել եւ on-line նաեւ դասեր վերցնել։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Այսօր մենք շատ կարեւոր երկու խնդիր կարծում եմ լուծեցինք՝ տեղեկատվություն, ինչպես գեղեցիկ կազմվածք ու լավ տրամադրություն ունենալ եւ նաեւ երկրորդը մոտիվացիա, մոտիվացնել, որ եթե դու այն ասպարեզում ես, որը քոնն է, այստեղ կարող ես հրաշքներ գործել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։